սիրո պակասի ժամանակ հենց պետք է գրես սիրո բանաստեղծություն։ Բայց ինչպես է ստացվում, որ մարդիկ կան, որոնք նույնիսկ այդ էմպաթիան չունեն, ասենք նույն արցախցու նկատմամբ, զոհվածի ընտանիքի նկատմամբ։ Հայելի դրվեց, որի մեջ նաև մենք մեզ էլ տեսանք, դիմացինին էլ տեսանք։ Սա մեր խաչն է, մենք պիտի կարողանանք հանգիստ սա հաղթահարել, թե կարող է նաև չհաղթահարենք այս ամեն ինչը։ Փառահեղ իմաստություն ունենք, փառահեղ տգիտության հետ միասին։ Սիրելիներ, ողջունում եմ ձեզ։ Սկսում ենք կամ ավելի շուտ շարունակում ենք մեր քննարկումների շարքը մեր ինքնությունը նախագծի շրջանակում։ Ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորին, քանի որ մենք ուղիղ 1 տարի է որ եթերում ենք եւ այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ֆանտաստիկ հրաշալի հյուրեր եւ ունեցել ենք ֆանտաստիկ եւ առավել հրաշալի դիտողներ, մեկնաբանողներ, սրտացավ մարդիկ, ովքեր մեզ աջակցել են, ովքեր մեզ հնարավորություն են տվել շարունակելու եւ գալու այն կետին, որ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ, այսպես ասած, կորած չէ եւ ինչպես ես միշտ ասում եմ, պետք չի վհատվել եւ պետք է շարունակել անդադար մեր աշխատանքանը, դա լավագույն գրավականներից մեկն է հասնել արդյունքի, այսինքն անել այն աշխատանքը, որը մեզնից պահանջվում է անել որակով, պրոֆեսիոնալ ձևով եւ այսօր ես ունեմ նման մի հյուր, ով իր աշխատանքը անում է շատ որակով, շատ պրոֆեսիոնալ եւ ուրախ եմ ողջունել մեր տաղավարում այսօր Ավետ Բարսեղյանին, Ավետ ողջունում եմ Ողջույն Գևորգ ջան։ Շատ ուրախ եմ, որ դու գիտեմ, որ երկար ճամփորդությունից հետո եկել ես եւ ժամանակ ունեցար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե քեզ ներկայացնելը մի փոքր բարդ եւ նույնիսկ պատասխանատու գործ է, որովհետեւ հանկարծ մի բան պակաս ասել, հանկարծ մի բան ճիշտ չասել, հաղորդավար, երգերի հեղինակ, բանաստեղծ, դու հաղորդումներ ես վարել, վարում ես։ Մենք երկուսով առիթ ենք ունեցել հանրային ռադիոյում աշխատելու եւ նաեւ բախտակիցներ ենք, որտեւ երկուսը փաստացի երևի թե գաղափարային պատճառներով թողել եւ դուրս ենք եկել այդ, բայց որը մեր տունն էր, ինքը լավ տուն էր։ Դե տունը միշտ վերադարձի կարիք ունենում է, երկուստեք դրա համար կվերադառնանք մի օր։ Ես ու դու երրորդ հարկում, հա, կհանդիպենք։ Շարունակենք մեր միջալոց այն տաղավարը, որտեղ 18 թվին ոմանք մտան եւ այդ տաղավարը կարծես կորցրեց իր այդ դրական աուրան ինչ որ առումով։ Հանրային ռադիոն մարդիկ են, ովքեր վերադառնալու են ու որևէ երևույթ Գևորգ ջան ժամանակավոր է։ Միևնույնն է հանրային ռադիոն մնալու է մտքի ու հանրային հոգին տարածող լավ տուն։ Ավե դու այնքան այսպես ասած հայրենասիրական, իհարկե այդ բառը շատ չարչրկված է, բայց հայրենիքին նվիրված եւ բանաստեղծությունների հեղինակ եւ երգերում դու այդքան սիրում ես Հայաստանը։ Ես չեմ հասկանում ճիշտ ասած անգամ 40+ էս տարիքիս, որ նա բանաձևը վերջնական հայրենասիրությունը ինչը ցավոք սրտի այս քանի տարի մենք հասկացանք ինչա հայրենատյացությունը ավելի հեշտ, իսկ ինչա սիրել հայրենիքը մի բանաձևով չի կարող տալ դրա համար երևի թե երգերի խոսքերը այն տարբերակներն էին ու այն ճանապարհներ Գևորգ ջան, որով ես ինքս էլ էի ուզում ինձ համար հասկանալ, իսկ հայրենիք, որ ասում են, դա ինչն է սիրում, մի բանաձևով դա Հայաստանը ես եմ սարքում էի մարդ, մի բանաձևով դա դրոշի գույներն էին կարմիր կապույտ ծիրանագույնը, ցավոք սրտի մի բանաձևով կյանքու կռիվներ կամ զինվորին բալատ հյուսելը, այսինքն այդ ճանապարհը վերջնական, ես չեմ կարող ասել, որ ես չգիտեմ էքստրա ինչ որ ֆանտաստիկ հայրենասիրությունից եկած խոսքին, դա փնտրտուք է ինքնության, որովհետև հայրենիքը քո ինքնության մի կոդն է, մի մասն է, ու այդ ինքնությունը վերլուծելու ընթացքում էլ հենց խոսքերով փորձում ես հասկանալ, իսկ ինչ է քեզ համար հայրենիք։
բայց չեմ կարող դա հենց սա եմ ես բանում, ուզում եմ հասկանալ մարդու այդ, գիտես, այդ մեխանիզմը մտածելու, դա զգացողություն է հայրենիքը։ Ես չեմ ուզում պաթոսի մեջ մտնենք, անկեղծ ասած, այսինքն խնդիրը դա այդ պաթոսը չի, բայց ես նկատել եմ, որ տարիների այս վերջին հատկապես տարիների ընթացքում ըստիս պակասել է հոգացությունը, սերը մեր երկրի նկատմամբ, մեր հատկապես ինքներս մեր նկատմամբ, թե այդպես չի ինձ թվում։ Այս տարիների ընթացքում ապրում են գերլարված վիճակում, ըստ դրա էլ հայրենիքը ինչ է, բացի հող ջրից, լեռներից, եթե գեոլոկացիոն վիճակից դուրս գանք, այդ միջանձնային շփումներն են, դրա համար բևեռացումը չներելու, չհանդուրժելու շատ սուր բաների միջով ենք անցել անցնում, այդ ամեն ինչը իհարկե իր հետ կթողում է մտածող մարդու վրա, ու կարող է թվալ, որ պակասել է։ Իրականում չի պակասել, այլ անցել է այլ դաշտ ու սիրելու գաղափարը միևնույն է այն մարդկանց մոտ, ովքեր շարունակում են իրենց ներքին պայքարը, արտաքին պայքարը որպես անհատ կամ որպես հրապարակային խոսացողներ, իրենց մոտ չեմ կարծում ինչ-որ փոփոխություն տեղի ունեցել, իսկ բոլոր նրանք, ովքեր այդ ալգորիթմը չեն էլ ունեցել, մենք պարզապես շատ ենք շփվում հիմա այդ մարդկանց Զուտ այսինքն տեխնոլոգիական խնդիր է, որ հնարավորությունը կա բոլորին տեսնելու, դա մենք արդեն տարբեր, բայց կա տենց զգացողություն, որ ատելությունը մեկը մյուսի հանդեպ որոշակի հարգանքի բացակայությունը մի փոքր չափաբաժին է դոզան շատացել է ոնց որ։ Դե հա, բևեռացում, բայց ինչու՞։ Մոտ մենք այդ, այսինքն մենք ավելի լավն էինք 2018-ից կամ 20-ից առաջ, հետո ավելի վատացանք, թե պատերազմները, տրավմաները, ես հա ուզում դա հասկանամ, որովհետև գես այս հաղորդման բանը դա է, գես այսպես ասած առաքելություններից մեկը, ուզում ես հասկանալ յուրաքանչյուր մտածող նվիրված մարդ, որ ես չեմ կասկածում իր նվիրումի վրա, ինքը ինչպես է այդ տեսնում մեզ այսօրվա տրանսֆորմացիա, ոչ թե ենթադրենք 20 տարի հետո հետադարձ հայացք նետենք, այլ հիմա մենք ոնց է նկարիչը, չէ, ռեժիսորը, նույն պատերազմի տարիներին մարդիկ ֆիլմեր էին նկարում, մարդիկ նկարներ էին նկարում, այսինքն այնպես չէ, որ սպասում են ավարտվի նոր, այդ ռացիոնալիզացիան կամ այդ ռեֆլեքսիան ի՞նչ է տարել։ Ըստ վերլուծության, Գևորգ ջան, ես հասկանում եմ, որ որևէ կարդինալ փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես մի բանի վրա լույսը ավելի անկել ու մենք հասկացել ենք, որ չէ ամեն ինչը այսքան միանշանակ չէր մեր բնակչության մեջ, ամեն ինչը այնպես չէր, ինչպես մենք էինք պատկերացնում, միգուցե մի փոքր ավելի վարդագույն ենք ամեն ինչ պատկերացնում։ Մենք մի փոքր ինձ թվում է ավելի այդ ջերմոցային կարող եմ ասել նաև պայմաններում չենք հասկացել, որ բավական ավելի շերտավոր է ու երբ որ մի բան գցում ես ինչ որ ատելության, մերժելու, չսիրելու բանը շատ ավելի լայն կարող է տարածվել։ Պարզապես այս տարիների ընթացքում լուսավորվեց այդ հատվածը։ Այդ հատվածը եկավ նաև իր ձայնը ասելու, իր մերժումը ասելու, այսինքն մենք ուղղորդված, չուղղորդված, ես հիմա դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ երևույթի մասին, որ գուցե մեզ նման մարդիկ, ովքեր մի փոքր կտրված էին ապրում իրենց սիրով, իրենց շրջապատի սիրով հայրենիքի, չէին առնչվում այն ամեն ինչի հետ, մեծ մասշտաբի հետ, որը կար։ Իսկ մենք դա տեսանք, հայելի դրվեց, որի մեջ նաև մենք մեզ էլ տեսանք, դիմացինին էլ տեսանք, մեզնից մեր շրջապատից մի փոքր ավելի հեռու ապրող մարդկանց տեսանք։ Հավեդ, եթե հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխելու, ինչ կփոխեր, այսինքն անցյալից ինչ կփոխեր։ Նաև ուղղակի նաև ասեմ, որ գիտես, որ քեզ հաճախ են մեղադրում, որ դու նախկին իշխանությունների լավ հարաբերություններ ես ունեցել, օգտվել ես այդ բարիքներից, դու հիմա էլ քո
այսպես ասած, չես մոռանում այդ մարդկանց, ինչը իրականում լավ բանի մասին է խոսում, որտեղ մարդը չի կարող փոխել իր վերաբերմունքը, եթե ընդհանրենք իշխանություն է փոխվում կամ ինչ-որ բան է փոխվում։ Բայց ինչ-որ բան կա, որ կփոխեր, որպեսզի մենք այսօր ավելի լավ բանի լինեինք։ Ես կարծում եմ, չէ, որովհետև ես փոփոխության կողմնակիցը չեմ, ես կարծում եմ այն ինչի միջով անցանք, անցնում ենք ու դեռ անցնելու ենք, շատ կարևոր է բյուրեղացման համար, նաև մեր բնակչության, մեր մտքի ու հոգու կոփվելու։ Շատ ծանր է, ես չեմ ուզում ոչ արցախցուց ավելի արցախցի լինել, ոչ որդեկորույս մորից ավելի, որովհետև մենք չենք ապրել այն ինչ որ իրենք են ապրել ու ես աղերս չունեմ ավելի պաթետիկ լինել կամ ավելի ցավը, ես կարող եմ ցավակից լինել, բայց հասկանալ 18 տարեկան երեխուն հողի մեջ դնելը ինչ երևույթ է կամ տուն տեղ թողելն ու գերեզման թողելը ինչ ծանրություն է, ես կարող եմ դա միայն էմոցիոնալ փորձել ցավակից լինել կամ խոսքեր տալ այդ առումով։ Բայց անգամ այդ փորձությունները երևի թե փոփոխության կուզեի բնականաբար փոխվեր։ Եթե իմ ձեռքում լիներ որևէ կախարդական փայտիկ կամ ռետրոսպեկտիվ ինչ-որ մեքենա, իհարկե ժամանակ։ Բայց ինչպես է ստացվում, որ մարդիկ կան, որոնք նույնիսկ այդ էմպաթիան չունեն, ասենք նույն Արցախցու նկատմամբ զոհվածի ընտանիքի նկատմամբ թվում է թե դրանք մարդկային անգամ թշնամուն երևի կարելի է հաճախ այդպես բան չլինել էլի այդպես շատ գիտես չցավացնել հավելյալ ինչ որ ձևով բայց մեզ մոտ կարծես չէ այդ գեցերը անցել ենք բոլոր կարմիր բնակչության մեծ մասը ուղղորդվող է միշտ ու դրա համար որ իշխանությունը որ տարբերակն է որդեգնում որպես այդ բնակչության հետ խոսելու եւ կարեւորելու որ հատկանիշները կարեւորելու ըստ դրա էլ գնում ենք առաջ իդ շատերը կամ կանգնում ենք նույն կետում այս տաղավարում շատերն են նշել կրթության հարցը իհարկե տարբեր բաներ են նշում յուրաքանչյուրը եւ լեզուն են կարեւորում դա այսպես ասած ինքնության պահպանության ազգայինի ոմանք որպես խնդիրներ լուծում համարում են կրթության ավելացումը կամ այսինքն կրթությունը ես ավելացում եմ դա նաև դասիրակություն որտեղ դա շատ կարևոր կոմպոնենտ է արդյոք բայց այդ հարցը 3 առաջացել չէ որ դա կարծես նույն իշխանությունները նախկինում էլ օգտագործել են մանիպուլացրել են հասարակությանը որ իրենք շատ գիտակցության չգան այլ այդպես ավելի շատ կառավարելի դաշտում լինեն թե դա այդպես չէ Գևորգ ջան ես կդժվարանամ շատ էս մեր ոդկասթի ժամանակ խոսել քաղաքական զինատեսակներից կամ որովհետև ինքս դրա մասնագետը չեմ երևի թե որպես մասնագետ ես ավելի խոսքի ու մարդկային հարաբերությունների գուցե ավելի շատ տիրապետում եմ այդ որովհետև ինձ մի փոքր դժվար կլինի մտքեր խելացի ասել կամ օգտակար լինել այս պատկաստում ով որ թվին ինչ է արել ես ոչ թե նկատի ունեմ գնահատական տակ նախկին իշխանության այլ արդյոք կրթությունը ես այլևս նախկին ներկա այդ բառերն էլ եմ թողել որովհետև ինձ համար իսկապես այս ծրագրի արունը ինքնությունը շատ ավելի կարևոր է դարձել այո դրա վրա ազդում է թե իշխանության որդեգրած քաղաքականությունը թե նախկինների թե ներկաների թե շատ ավելի կարևոր է ապագայում ինչա կատարվելու այս շատ տաք ու բլբլթացող կացայում ու մարդկանց պսիխիկան որ երում է ընտանիքներ են բաժանվում բարեկամներ իրար հետ չեն խոսում քաղաքական տարբեր հայացքների համար այ ուրա գնալու այդ ամեն ինչից ավելի հետաքրքիր է որովհետեւ կանգնեցնել դրա կարող կրթությունը լինի դրա կրթությունը եթե լինի ես չեմ կարծում բնակչության մեծ մասը պիտի կրթված այտենց չի լինում երևի թե որևէ հասարակարգում այդ աշճան գերզարգացած մարդիկ չեն լինում պարզապես պետք է մաղվի էլիտան իսկապես բառից լայն իմաստով ու ճիշտ իմաստով այսինքն զտված մարդիկ դառնան
ղեկին նավը առաջ տանող եւ նավի ղեկին այս փոթորկվող ծովում նավի ղեկին կանգնեն, որ կարողանան առանց այդ էլ դժվար այս գեոքաղաքական դաշտում 21-րդ դարի մի հատ էլ բլբլթացող շատ դժվար հայի տեսակի, ով չի սիրում ընդհանրապես իշխանությունը իր գլխին շատ մոռացկոտական, շատ ուղղորդվող դժվար բնակչություն մենք այդ ամեն ինչի մեջ կրթությունը այն փոքր ճյուղերից մեկն է իր վրա միայն դնել չէ իմ պատասխանն է մենակ կրթությունը չէ ով է դու հավատում ես ճակատագրին ինչու եմ ասում որովհետև շատ անգամ օրինակ ասում են ենթադրենք դե մենք հազարամյակներ գոյատևել ենք սա էլ կանցնենք կամ դե սա է մեզ տրված սա մեր խաչն է իրականում որտեղ է իրական այդ ճշմարտությունը սա մեր խաչն է մենք պիտի կարողանանք հանգիստ սա հաղթահարել թե կարող է նաև չհաղթահարենք այս ամեն ինչը ես շատ եմ մտածել վերջին կետի մասին ու անգամ մի բանաստեղծություն ունեմ Գևորգ ջան կոչվում է Փյունիկների 5 գերեզման այսինքն յուրաքանչյուր պարագային կա ավարտի վախ ինձ մոտ, որովհետև անընդհատ այդ Փյունիկի հառնելու, մոխիրներից հառնելու կոտորեցին այդ նույնը երկս հիշեցի վանքս քանդեցին, բայց ես մեկի աղոթում կամ սիրտս կոտրեցին սրով, մեկի ապրեցի սիրով, բայց ես էլ եմ շատ տարիներ շարունակ այս ընթացքում այդ հարցը տվել, բայց կա վերջակետ, կա ազգի սեփական իր ձեռքերով վերջնակետին գալու կարևոր բան ասած մեկ ինքդ քեզ ուղակի տենց ոնց որ թաղես այլևս դե հա որ Փյունիկը այլևս ավարտի իր գործունեությունը ու այդ բանաստեղծությունից մեջ գրում է որ ամենասարսափելի պատկերը ինձ համար հենց այդ Փյունիկի գերեզմանն է, այսինքն որ հառնելը էլ չլինի, որտեղ մենք դաժան ես էլ եմ շատ վախեցել պատկերից։ Քրիստոնեությունն էլ ամբողջությամբ այդ հարության, վերածնունդի, վերակենդանացման, վերաիմաստավորման այդ քրիստոնեությունը շատ է փրկում այդ առումով, որ հասկանում ես, որ գուցե հարության տոնը անխուսափելի է այս Գողգոթան անցնելու վերջում, եթե այդ զուգահեռականը միակ այն սյուներից էր, որի վրա ես շատ եմ հենվել, որ եթե այս են ճանապարհն է, որ տանում է խաչելության, ապա հարությունն էլ թող անխուսափելի լինի ազգի հարությունը միմյանց հետ համակցված ապրելու ներողամտության շատ տարբեր տեխնիկաներ եմ այս ընթացքում փորձել ինքս ինձ վրա կրել, որ հասկանամ, չխելագարվեմ կամ փորձեմ էմոցիաս դուրս տալ, եթե քրիստոնեությունը ամենա խաղաղ ճանապարհն է հասկանալու ու անցնելու այս ամեն ինչը, որովհետև այդ զուգահեռականը կոնկրետ ինձ շատ է օգնել չհուսահատվել, որովհետև ինչպես գիտեն քրիստոնյայի համար հուսահատությունը մեղք է ու երբ պետք չի հուսահատվել դե շատերը դժվար բան է, ասել է հեշտ է երբ որ ես հաղորդման վերջում միշտ ասում մի վհատվեք, մի հուսահատվեք, հենց դրա համար որ մեղքի մեջ չընկնենք եւ շարունակենք, բայց այստեղ է իմ մոտ հարց առաջամ, արդյոք սա մեր խելքի պատճառով որ մենք հայտնվել ենք այստեղ, թե օրինակ ոմանք նաև այստեղ տաղավարում շատ հայտնի պատվելի մարդիկ, ես շատ եմ լսել այդ բանը, որ մեր դեմ ծրագիր է իրականացվում, որ սա դրսից ծրագիր է մեզ եւ լսել ես շատ են դա ասում։ Արդյոք միգուցե երրորդ տարբերակը կա, ասինքն դրանց մեջտեղում եւ մի կողմից եւ մի կողմ, բայց իրականում ի՞նչն է պատճառը, որ մենք գնում ենք այդ Գողգոթայի ճանապարհով առանց նույնիսկ ունենալու ուսուցչի գիտես այդ լույսը, որի հետևից գոնե գնանք։ Գուցե մեր ես չեմ կարող ասել դա ազգի ճակատագիրն է, չգիտեմ կամ գուցե կարող եմ ասել ազգի ճակատագիրն է, գուցե սա է առաջինը Քրիստոսին ընդունելու ճանապարհը նաև բայց կարծես մենք իրան 2000 տարի առաջ ենք ընդունել։ Թե ամեն անգամ այդ ցիկլը կրկնվում է։ Գուցե վաղ էր, գուցե պետք էր
եվրոպական երկրների բնակչության պես մի փոքր ավելի գիտակցված գանք, որովհետև այն ինչ որ հերոսորով է ընդունվել, գուցե մինչև վերջ հեթանոսական շունչը չի կորել, մնացել է, ես չեմ Դա բան ես ասում։ հիմնականում ասել, գուցե Իհարկե երբեք Եվրոպան կամ Արևմուտքը չի ասոցացում քրիստոնեության հետ այսօր։ Այսօր գուցե, բայց միևնույնն է շարունակում է մնալ կաթոլիկ եկեղեցին շատ ազդեցիկ հետևորդներով ու շատ ուշ ընդունած այն ինչ որ մենք շատ արագ ու շատ քանդելով հինը արագ անցանք Բայց լավ չի որ հինը քանդու։ Ասենք հասկանալ է հիմա մեր ստատուր կասեց չասու Գյորգը, չէ, դա մի կողմից ես չգիտեմ, ես վերլուծում եմ, եթե մարդը ենթադրենք այդպես խոսք է ասում, եթե դու գինին լցնում ես տակառի մեջ, ապա չես կարող հին գինու մեջ լցնել նոր գինի, դու հինը դատարկես, չես կարող նույն տակառի մեջ համ հին համ նորը խառնես իրար։ Գուցե կրոնի առումով հենց դա էր պետք, ես վաղուց արդեն լավ է վատ է կատեգորիաներից եմ փորձում դուրս գալ։ Լավ է, բայց ավելի շատ տրամաբանելու, վերլուծելու մեջ եմ այս վերջի տարիներին, քան փիս կամ պուպուշ տարբեր լավ է, վատ է, չգիտեմ։ Եղել է, տենց է եղել ու ըստ դրա չի պահպանվել շատ մեծ ժառանգություն հետանոսական ժամանակների ու չգիտեմ, ինչ որ ձև ես կարծում եմ, որ այդ ճշվացությունը հեթանոս լինելու ու մինչև վերջ քրիստոնեությանը չգալու, այլ ճշված ընդունելու։ Բերել է նրան, որ 2000 տարի հետո գուցե հիմա բնակչության մեծ մասը կարող է շատ իրեն կարոտով հեթանոս լինել։ Այդ առումով էլի գուցե։ Դա զգացում եմ, չէ՞։ Ու դա եւ մեկ-մեկ որ նայում եմ, զգում եմ, որ գուցե այս տարիների ընթացքում այդ մարդկանց գենետիկ կոդի մեջ պահվածքի, կենցաղի տոնակատարության կամ չգիտեմ ուտելու տեսակի մեջ, չգիտեմ ինչ որ գոյություն ունեն տարրեր, որոնք ինձ նմանեցնում են ոնց որ sense կարոտով զարթնում է այդ գենը, չգիտեմ։ Հետաքրքիր բան ես ասում։ Իսկ կարող է այդ եթե տրամաբանության մեջ նայեմ, ապա այս արշավանքը եկեղեցու դեմ, որ ես բնականաբար դատապարտում եմ անկախ նրանից թե դատակ ինչ բացատրություններ կամ մեկնաբանություններ են դնում, հենց դրանով է պայմանավորված, որ կա այդ մոլերանդությունը, մոլուցքը քրիստոնեության դեմ ընդհանուր առումով, որովհետև չկա այդ գիտակցումը կամ ոմանք ասեն, իսկ ինչի մենք պիտի ընդհանրենք քրիստոնյա լինենք, չէ՞ որ մենք ժամանակակից աշխատելը դրվի, չգիտեմ, ինքնությունը մինչև որտեղ կարող է զրանալ միտումը իրենց մինչև որ կարող է հասնել, բացի քաղաքական միտումից սահմանները դարավոր թշնամու հետ բացելու, չգիտեմ, գուցե մի օր էլ այդ հարցը կանգնի, ծաղկած խաչի կամ չեմ կարող ասել ուր կարող է հասնել, որովհետև հատակը միշտ, ինչպես տեսնում ենք, ունի իր հատակը, հետո հատակից են կողմել ինչ որ հատակ կա, այսինքն այն պատկերները, որոնք մենք երբևէ չէինք պատկերացնում, ինչպես նշեցիր, մենք դա տեսանք, որ այո, կարող է էջմիածինը ենթարկվել այդ Հավետ, իսկ ստեղծագործ մարդիկ ում թվին դու պատկանում ես, պիտի ավելի ակտիվ ստեղծագործեն եւ իրենց խոսքը ասեն, թե հակառակը պիտի սпасեն այդ ցավը, այսպես ասած, ռացիոնալիզացնեն, մինչեւ որ ավելի լավ ժամանակներ կգան։ Նայ, ինձ մոտ Գեորգ, ես ինձ համար, չգիտեմ, ամեն մի ստեղծագործ մարդ, քանի որ ինդիվիդուալ կերպ է տանում, ինձ մոտ եթե 18-ն ենք վերցնում որպես կետ, մեկնարկային կետ, ինձ մոտ սկզբից անձնավորված տվյալ անձի հանդեպ էր գրվածքի ու անեծքի անգամ մակարդակի։ Հետո ավելի դա լայնանում դառնում է վերլուծություն քո բնակչության
քո ազգի հետ կապված սկսում ես խնդիրներ Այսինքն ունենալ, անձնամակարդակից ավելի դեպի հանրային, դեպի հանրային, հետո երևի անձը չի։ Հետո մի հատ դու քեզ ես սկսում մեղադրել, կարող մի բան էլ դու ու այդ ճանապարհն է անցնում, այսինքն դա ռեֆլեքսիան անցնում է ռեֆլեքսիան, անցնում է անձից, հետո ժողովուրդ ազգ, հետո մի հատ քո մեջ մտի, հələ դու քեզ մի հատ մեղադրի։ Այսինքն բայց դա ճիշտ է, որ դու ընդհանրեն քեզ ինքդ խարազանես, որ օրինակ մարդիկ ասում են ես ինքս եմ մեղավոր, որ ընդհանրեն այսպես է, յուրաքանչյուրս է մեղավոր։ Ես չգիտեմ, ես այդ ճանապարհը ամենայն դեպս անցել եմ, ես ճիշտն ու սխալը էլ եմ ասում, լավ ու վատը պլյուսն ու մինուսը էլ չեմ դնում իմ որևէ վերլուծության մեջ։ Բայց եթե ասենք ինչ որ ընկեր կամ գործընկեր կամ ինչ որ մի պարագայում նույն լրագրող կարող է ընդհանրեն քեզ շատ քաղաքական հարցեր տա կամ քեզ բան անի, որ դու ինչ է խուսափում ես պատասխանել։ Ես շատ վաղուց եմ գրել են ինչ որ գրել եմ, ասել եմ։ Մի քիչ գրողները ունեն փոքրիկ մարգարեություններ, դրա համար հիմա օրինակ իմ մոտ պետք է հավաքվի, ես վերլուծեմ նոր գրեմ։ Այդ էմոցիան տեղի ունեցողի մի անգամից չի լինում, որովհետև շատ վաղուց, դեռ երբ որ բնակչության մեծ մասն էլ չէր հասկանում ինչ էր տեղի ունենում հրապարակում, ես իմը այդ ժամանակ եմ ասել։ Գրվածքներով որ նայեն, ես ունեմ հայելիս գիրքը թողարկված Նյումեգը կարծեմ։ Նյումեգի, հա, հետ։ Այսինքն այդ ամբողջությամբ անգամ ժամանակից շուտ, անգամ եկեղեցու վրա այդ ամեն այդ անիցալ արշավը, հա, այդ ամեն ինչի մասին ժամանակից վաղ գրել եմ։ Դրա համար մի փոքր հիմա իմ ասածը որ շուտ եմ ասել, հիմա ես ավելի երևույթները հանդարտվում են ինքս իմ մեջ, որ տեսնում եմ։ Նոր ես դրա վերլուծական ամփոփիչ տարբերակն եմ տալիս։ Էմոցիոնալ առումով ես հիմա շատ տարբեր եմ, քան 18 թվականին։ Մի քիչ վաղ եմ սկսել։ Դու խոսում ես մարգարեության մասին, չէ՞։ Կոպիտ ասած, էլի, ես իմ ասածը ոնց որ ավելի վաղ եմ ասել ու կրկնվելու ցանկություն այդ նույն բանի մեջ մտնելու, որը անիմաստել է, որովհետև դու պետքա 10 արդեն ժամանակնա 10 ելքերի ճանապարհը, որովհետև գրողն ու ստեղծագործողը, Արարիչը ընդհանրապես, Գևորգ ջան, ինքը բացի երևույթը ֆիքսելուց, ես եմ այդպես պատկերացնում, որ արվեստը դուր ճանապարհ ու ուղի ավելի լավ կլինի հիմա հատկապես արվեստագետները բացի ամենահեշտ բանն է հիմա անիծել ներկա իշխանությունը ես դա արել եմ ասում այն ժամանակ երբ որ նրանք համարյա սրբապատկերի ու սրբադասվում էին համարյա հանրապետության հրապարակում ես դա իսկապես շատ վաղ եմ արել հիմա ամեն երկրորդը դրա հնարավորությունն էլ ու դրա հմտություններն էլ ես դա արել եմ ամենատակ ես իմ ընկերներս շատ քիչ դա արել ենք շատ վաղ ամենապայթյունավտանգ ժամանակներում դրա համար հիմա ինձ դա կոպիտ ասած հետաքրքիր չէ այլևս ու էֆեկտիվ չէ նստել եթերներում կամ ամենօրյա գրվածքով ինձ հիմա ավելի հետաքրքիր է սիրո մասին գրել ներանձնային հարաբերությունների մեջ կամ ընտանիքի մեջ տալ հայրենիք, որ այտենց կպնի գոնե։ Այդ կոդը կարևոր է պահենք։ Հավետ դու ոդկասթներից մեկում, հարցազրույցներից մեկում ամեն դեպքում որ դու տվել ես, խոսում ես այն մասին, որ դու կուզես շատ երկար ապրել, հա, ես ճիշտ եմ հասկանում։ Հիմա տես քո ասացից մարգարե լինելու եւ շատ ապրելու այդ զուգակցումը ինձ հիշեցրեց Աստվածաշնչյան մի դրվագ, որտեղ կար Սիմեոն ծերունին, որը ասում ես այնքան պիտի ապրեմ, մինչև տեսնեմ մանուկ Քրիստոսին եւ այդպես է լինում, այ այդ առանդ առաջի տոնը մենք այդպես ենք տոնում, որպես 40-օրյա մանկանկարը Սիմեոն ծերունին գրկում է օրհնանքների մեջ էլ կա, չէ՞։ Հիմա դու որպես Սիմեոն ծերունի ինչ կուզեիր, ում կուզեիր տեսնել, եթե շատ երկար ապրեիր։ Ինչը կուզեիր տեսնել, մինչև այսպես ասած մահանալը, հա, ներողություն իհարկե այդպես եմ ասում։ Շատ լավ ես ասում, մինչև մահանալը ես կուզեի տեսնել մինչև մահանալը, ասեմ ինչ, անկեղծ եմ ասում առանց պաթոսի,
Արցախը կուզեր։ Վերադարձած Արցախը։ ազատագրված շատ կուզեի տեսնել։ Առանց պաթոս եմ ասում, ես եղել եմ սպառողը Արցախի, ել եմ ասում, չեմ ուզում Արցախցուց ավելի Արցախ լինել, ես այնտեղ շատ լավ ժամանակներ եմ անցկացրել, իմ ծառայությունն եմ մատուցել որպես հաղորդավար մայիսի տոների իմ ընկերների հետ միասին։ Այդ ուրախությունը շատ էգոիստական է, այն ինչ որ հիմա ասել։ Չէ, բայց նորմալ է, որ էգոիստականը պետք է լինի։ Այդ ցավը մարդկանց բուժված կուզեի տեսնել ավելի։ Իսկ Այդ առումով, եթե խոսում ենք ինչ որ համակարգ, երբ որ հանրությունը այսքան քաղաքականացված չէր լինի ու ավելի շատ այդ happy վիճակը երջանկության ընտանիքի մեջ կենտրոնացված, երեխեքի կրթության, ինչպես նշեցիր, ավելի փողոցով քայլող այդքան անընդհատ այդ ծեծվող, անիծվող քաղաքականությունը երևի թե Հավետ, տեսնում դու բարության պակասն ես զգում, հա, բարության այդ ոնց է պակասի ցավն ես ասում։ Երջանկության, բարություն տենց չգիտեմ բարությունն էլ։ Օրինակ, բայց ես ցավ եմ ապրում, անհոգության երևի։ Արցախցու հանդեպ, ինչ որ մեկը անկախ նա, գիտես, իշխանությունը չի սկսում են ուղղակի այդ մարդկանց ցավեցնել, նեղացնել, ցավացնել, այնպես չի որ նրանք է բոլորը սրբեր են, հասկանալի է, բայց այդ սահմանները անցած են, կարծես ոչ մեկ չի ուզում մտածի դիմացինի աչքերով նայի, իր ցավը տեսնի։ Ես չեմ Դա ներանձնային ու ինքնության որոնումների մեջ մինչև մեռնելս երևի լավ կլինի տեսնեմ այդ մեր ինքնության իսկական ինքնության, հայ այն լավ ինքնության ավելի մեծ քանակի մարդիկ, ովքեր որդեգրել են այդ ինքնություն, որտեղ այդ ինքնության կոդի մեջ շատ բարձրաստիճան ու շատ արժանապատիվ տեսակ կա։ Այդ տեսակների շատացումը երևի թե այդ որ տեսնեմ շատ հավես կլինի, ընտիր կլինի, հետաքրքիր կլինի ու խաղաղ կլինի։ Այդ է երևի թե ամենամեծ խաղաղությունը, երբ որ ընտանիքի օրինակով ես երբ որ վերցնում, երբ որ արթնանում ես, մեծ խնդիրներ չկան, վեճեր չկան ընտանիքի, միշտ պետք է ընտանիքի մոդելով երևի ամենահեշտը այդ բջիջի մեջ մտնելն է հասկանալու մեծը։ Այդ ժամանակ օրդ կարծում ես լավ անցնում ու քնում ես լավ, առողջ ես արթնանում ու առողջ քնում ես, եթե դա մեծացնենք հայրենիքի, երկրի ու պետության մեջ։ Բայց շատ-շատերը այս պայքարում, այս մրցավազքում, այս հոգեբանական ճնշումների տակ ուղղակի չեն դիմանում եւ կամ իրենց մոտ որոշակի տարօրինակություններ են սկսում հայտնվել, այսինքն մտածողության, վարքագծի կամ պարզապես երբ որ երևի թե զգում են, որ իրենք արդեն մի քիչ այն չեն, գնում են Հայաստանից։ Ինչպես մենք անենք, որ նախ հենց դա, օրինակ, ինչու չես գնացել Հայաստանից։ Կարող էր հանգիստ, չէ՞, ես վստահ եմ։ Ոչ մի խնդիր չունես եւ շատերը երևի Միացյալ Նահանգներում էլ կամ որևէ տեղ գնում են, օրինակ շատ են ասում, դուք ասում եք, վիզա ունես, ի՞նչ ես հետ գնում, ինչի՞ ասեք, մարդիկ փողեր են տալիս միլիոններ որ գնան։ Եվ ես էլի չեմ կարող հիմա, այսինքն կարող եմ, բայց ես այդքան կեղծավոր մարդ չեմ, որ ասեմ, դե չէ, ես շատ հայերեն ասել եմ, ես Երևանս քանեսում չէ, ես չեմ, ես երբեք չեմ կարող ասել ինչ կլինի, վաղը այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվի, որ ես կնոջս երեխուս վերցնեմ ու գնամ այս երկրից, Աստված չարասցե։ Ինչի դա դեռ չեմ արել, ել եմ ասում, չեմ կարող դա կարել իմ գերֆանտաստիկ հայերեն ասել լինելու։ Չէ, բայց երևի քեզ ամեն դեպքում հաճելի է մնալ այստեղ։ Էլի էգոիստական մոտեցումը, ես սնվում եմ։ Ես խնդրից, ես սնվում եմ իրավիճակից։ Դա մասոխիզմ է մի քիչ ստանում։ Դա ցավի մոնետիզացիա է։ Երբ որ որովհետև այս պայմանները գրողի համար, արարչի համար ամենաերանելի պայմաններն են ստեղծված արարչի համար։ Ամենադժվար ու ամենաերանելի, որովհետև խաղաղ հանդուրժող ու գեր ընտիր հասարակություններում, ինչպես, չգիտեմ, Շվեդիայում, հա, ամենամեծ
սուիցիդների քանակը։ Ես ուզում ասել եմ իրականում բարեկեցությունը Բարեկեցությունը սպանող է։ Ինձ երևի թե ապրեցնում է այս քաղաքը, իմ երկիրը ինձ նյարդային, բայց այդ զարկը տալիս է լինելիության։ Ես ինձ իմ խոսքով կարևոր եմ զգում։ Ինձ համար ամենայն դեպս։ Իսկ դա եթե մի հոգուց ավելի վրա ազդող է, դա շատ մեծ երջանկություն։ Հիմա ասենց մի հարց տամ ովետ։ Մենք հիմա շատ ենք լսում այն մասին, որ դե աշխարհը գլոբալացվում է, մենք էլ ենք մաս գլոբալացվող աշխարհի։ Մենք մոնոլիթիկ ազգ ենք, դա ասում են լավ չի, մենք պետք է ունենանք ավելի բաց լինենք աշխարհի հանդեպ, ինչու մենք պետք է ապրենք հարյուրավոր երկրներում, բայց ուրիշները չեն կարող գալ ապրել մեզ մոտ։ Սա արտաքնապես գեղեցիկ միտք է, շատ գեղեցիկ է, ընդ որում այնպես չի որ ինքը սխալ բան է, այսինքն այնպես չի որ դու պետքա միտումնավոր մենք չենք պարփակվել մեր մեջ եւ ասենք մենք ոչ մեկին չենք ուզում, ընդհակառակը մենք շատ հյուրընկալ ենք, խոսենք նաեւ դրա մասին, արդյոք մենք ունենք այդ հատկանիշները դրական իհարկե ունենք եւ որոնք են էլ էս այդ հատկանիշները մենք, բայց սա սկես չի կարող մեր մեջ լրջագույն այդ բառը իհարկե քաղաքական բառը, բայց մարտահրավեր ստեղծել, նոր խնդիր բերել, նոր ռիսկեր առաջացնել, որոնք մենք միգուցե վիճակի չենք կառավարել։ Եթե նայում ես պատմական էքսկուրս անենք, անընդհատ այդ մեզ վերացնելու վտանգով պահված երբեմն այո գերլարված պահելը ինքնության որ չկորցնենք եթե աշխարհը բարյանալ սխալ տերմին աշխարհի կամ աշխարհի քաղաքականության համար չգիտեմ եթե հանդարտվեն մենք այդ վտանգը չզգանք մի փոքր թուլացնել այդ առումով ված չի այսինքն ամուսնություններ լինեն ինչ որ արյունը փոխվի գուցե ամուսնություններ քրիստոնյաները սլավոնոյների հետ հատկապես շատ հավաքել կինը նայելու է չէ՞ սա չգիտեմ դժվարանում եմ ասել ինչու ենք մենք այսինքն հասկանում եմ որ գենետիկ հիշողությունը պահելու գերծանր միսիա ենք ունեցել, որովհետև հարցակումներ անընդհատ պետականության չլինելը մարտահրավերների շատ լինելու պարագայում ենք մեկս հայը հայի հետ պետք է ամուսնանար, հայ երեխեն պետք է հայերեն իմանա աշխարհի տարբեր ծագերում ապրելով այդ հայապահպանությունը աստված տա մենք մի քանի տասնամյակ ապրենք ավելի հանգիստ այդ հայապահպանությունը այսինքն դա նորմա համարվի բայց քանի աշխարհը այսպիսին է մենք էլ պետք է մեր ինքնության տեսակներ փորձենք թեկուզ ուժերի գերլարումով պահել մի քիչ հակասական չի հնչում ունենալ պետություն ասենք երբ որ պետություն չունենք ընդհանրեն կամ սփյուռքում են մարդիկ ապրում այդ ամեն ինչ շատ հասկանալի եւ պարզ է մարդը պետք է պահպանի իր ինքնությունը ընդհանրեն ցանկալի է որ պահպանի դա միայն հայրին չվերաբերում ընդհանրեն նույն եզդիներն են պահպանում երբ որ պետություն չունես բայց երբ որ պետություն ունես ոնց որ ասում ես դու ընտանիք է դա մեծ ընտանիք է չէ ընտանիքում մարդը չի նստում չէ վախենում որ ընդհանրենք իր երեխան կարող է չնայած արդեն միգուցե որ հայրեն չի խոսի կամ իրենց ընտանիքի պատմությունը չի իմանա տենց լինում է պետություն ունենում են հենց դրա համար որ այդ պատերը դնեն այդ պարիսպը ստեղծեն եւ թույլ չտան որ այո կլինեն հարձակումներ բայց կոլեկտիվ հավաքական ձևով պաշտպանվեք բա հիմա ոնց մենք այդ չենք զգում մեր պետության գոյությունը հիմա երևի թե դրա ժամանակը չէ զգալու ես այդ հարցականն եմ դրել ժամանակին երբ որ ավելի փոթորկվում էր հոգիս գուցե պետականությունը մեր հակով չի այդ հարցն եմ տվել եմ բանաստեղծություններից մեկում կողա մեր հակով չի տենց լինում այսինքն արժանի չեն պետություն պետականության հա գուցե մեր տեսակին հատուկ է ապրել տարածված բայց եղել է կա
ու ինչ որ լուծում դա պիտի գիտես պիտի արթնանա ինքնա պաշտպանության ու ինքնա կենսագրական ինքնության հարցը պետքա ասենց ասեմ արթնանա այդ արթնանալու վրա դա չկարելի բուանել զարթնի մարդու մեջ դա կամ կա կամ չկա կբերի դա պետքա համբերենք բնակչության մեծ մասը հանդարտ ձևով դառնա քրիստոնյա գերջան ինքնությունը վերլուծի իր սկսի իրենից ու շատ բաներ կա որ պետքա սպասենք որպեսզի ունենանք կոնկրետ իմ կամ քո պատկերացրած ոչ շատ լարված ոչ ներսից ոչ արտաքինից վիճակ դրա համար մի փոքր բարդ հին ենք էլի երևի թե այն ինչ որ դա բայց առավելություն չի որ տարբեր մարդկանց կամ տարբեր ազգերի մոտ մի քիչ ավելի այսինքն կարծում եմ մենք ավելի թեթև պիտի նայենք ավելի թեթև չէ դա արդեն ծանր ենք էլի նայում չէ մենք մի քիչ շատ չենք ծանրացել ճիշտ հակառակը մեզ պետքա մի երկար ժամանակ պետականություն ունենալ երևի թե այսինքն որ հասկանանք դա ոնց աշխատում հասկանանք հա որովհետև ինչ ունեցել ենք բայց նայ հրաները գուցե ժամանակավրել հազարամյակ չեն ունեցել մենք հələ գոնե ունեցել ենք արանքներում այնտեղ Կիլիկիա ենք ունեցել մենք մեծ հայք ենք ունեցել էլի պետական որոշ տարեր ենք ունեցել բայց հրաները ընդհանրապես չեն 2000 տարի մենակ աստվածաշնչով են առաջնորդել ու իրենց թորաներով որով իրենք սպասել են որ հələ դեռ ոչ թե նույնիսկ պետքա 20-րդ դարի երկրորդ կեսին նոր այլ երկնային թագավոր իրենց պիտի տա մինչև որս հրաները ասում են չէ Իսրայելը այն չի մենք պիտի սպասենք հələ մեր մեսիան պիտի գա նոր նամես պիտի տա մեր թշնամիներին դեռ այդ համեմատականությունն էլ երևի թե expired է եղել համեմատականությունը իսկ հրաները այսպես իսկ ֆորմուլաների բանաձևերի ավարտա տեղի ունեցել ինձ թվում այդ համեմատություններն էլ բահարյաները ոնց են անում էդ էլ արդեն սպառել իրեն որովհետև այն ոնց որ իրանք են անում ախպեր մենք չենք կարողանենք տենց չենք կամ թե չենք ուզում չենք կարողանում ճիշտ ասում ես մոտ եթե փորձում ենք լավ սենսացիա մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ ինչ որ մի բանաձևի պետքա հանգենք ասում եմ որ ժամանակ է մենք կարող ենք ուժեղ պետություն ունենալ ինչ ես կարծում մենք ունենք այդ պոտենցիալը հա մենք այդ խելքը ունենք մենք այդ կարողություն այդ առումով մենք լինելով շատ հետաքրքիր բիպոլար շեղման մեջ մենք ունենք ամեն դեպս ասել մենք փաստորեն անկամ բիել չէ բիներկուսնա մենք տրի կվադրոպոլար մենք քառատված ունենք այսինքն մենք ամեն ինչ ունենք մենք ունենք հրաշալի հնարավորություն զրոյանալու ջնջվելու ըստիս չմնալու որպես պետություն մենք ունենք հրաշալի հնարավորություն լինելու որպես օրինակելի ամենը մենք ամեն ինչի հնարավորություն ունենք բայց ընտրությունը մեր մեջ է, քեզ մենք ենք ընտրողը։ Ընտրությունը ժամանակի ու մեր մեջ է, հա, մեր փորփրելու սեփական անձը, ոչ թե դիմացինի։ Ներս մտնելու սեփական ինքնության մեջ։ Սեփական աչքի գերանը տեսնելու։ Այ սեփական ինքնությունը փորփրելու մեջ ես տեսնում եմ ինձ համար ժամանակ մի քիչ ավելի երկար պետականության սիստեմի մեջ ապրելու կրթություն ինչպես հենց ոդկասթի սկզբում նշեցիր Գերջան, երևի թե այդ ամեն ինչը, ու ասում եմ այդ նույն բանի հակառակնել ունենք, միջին տարբերակնել ունենք, գզվրտվոցի անընդհատ 100 տարին մեկ կորցնել, զոհեր ունենալ, փոքրանալ, ամենա կրիտիկական պահին ինչ որ մեծ գեոքաղաքական աստծո կամոք, չգիտեմ ոնց ասեմ, փրկվելու մնալու, հետո, չգիտեմ, եւ ամեն ինչ այսինքն Փյունիկի ցիկլն է, բայց ըստ քեզ նաեւ կարող է դա ավարտվել։ Նաեւ վախ կա, որ Փյունիկի գերեզմանն լինի կամ էլ, որ Փյունիկին էլ մոռանանք, դա լա հին բանաձև առնելու, նորմալ ապրելու։ Էլ այդ հարնոցին չլինի, որ անընդհատ մոխրից չէ։ Եղածը զարգացնելու։
Այս sense Այսինքն շատ զոհողություններ պետք չեն։ այդ մոխրից առնելը չլինի, այլ Սովորական մի քիչ մեծացանք, լավը զարգանալու ժամանակ ինքնության շատ կարևոր բան ես ասում ավետա։ Իրականում այդ շատ կարևոր է այդ ցիկլներից փորձել հնարավորինս, այսինքն որ ցիկլը չդառնա քեզ իշխող դու իշխես ցիկլի վրա։ Ցիկլը շատ է խանգարում ինձ թվում, որտեղ էտել է հрьяաները սենց են անում, էտել է ցիկլ։ Յուրաքանչյուր բանաձև, Եվրոպան սենց է անում, Ամերիկան սենց է անում։ Բայց էտել ախր մենք նայում ենք ինչպես մարդը մարդուն քաղաքակրթությունը այդ է, բայց տարբերակներից մեկը էլ այդ բանաձևերը չկիրառել, ստեղծելու, որովհետև մեր միտքը իսկապես կարողանում է ստեղծել։ Այսինքն մենք ըստ քեզ հազարամյակների ընթացքում կուտակել ենք բավականաչափ գիտելիք, փորձ, փորձառություն, ցավ, ուրախություն, եւ այդ ամեն ինչը մեզ արդեն հերիք է ստեղծագործելու, հա, թաղել է ինչքան լայն է, կնունքը ինչքան լայն է, այդ բևեռներում, որ դու տեսնես մենք ինչքան պատրաստական ենք, հուղարկավորում եւ կնքում կամ ծնունդը նշում, կհասկանանք, որ նայած, որը ընտրենք։ Մենք մեկը դա շատ լավ ենք արարչայ կանենք անում, մինչև վերջ կայֆով ենք անում շատ, չգիտեմ, սրտով։ Դա շատ լավ բան է, էլի, որ մենք անկեղծ ենք, ատելության մեջ ենք անկեղծ։ Շատ, մինչև վերջ, կարմիր գծերը անցած։ Ես որ նայում եմ, հիմա հետևում եմ, այս քանի օրը, հասկանում եմ, որ այդ պայքարն էլ կարմիր սահմանները, գծերը անցած։ Հա, այդ միացած փոքրիկ սադրիչ հարց տամ, եթե դեմ չես։ Եղավ զորահանդես։ Ես պատկերացնում եմ, որ դու երբ որ նայում ես Եռագույն եւ այլն, դրան զուգահեռ Արագած, ինչ-որ անհասկանալի նաեւ բաներ, այսինքն ասած mix զգացողություն են անգլերեն ասում են mixed feelings, հա, այսինքն որ իրար հակասող կոմոդ ո՞րն էր ավելի շատ գերիշխում։ Գեորգ ջան, պատասխանեմ հարցիդ, դրա համար չես նայում այդ զորահանդես։ Okay։ Չես նայ։ Չես նայ։ Ես ընտրեցի այդ տարբերակը։ Հասկացա, ուղղակի որտեղ ցավ ես ապրում։ Արժևորում եմ ինձ, ես դեռ պետք եմ նախ իմ աղջկան Լուսեին, հետո Լուսեի սերնդի համար բավական լավ գործեր ունեմ անելու, հեքիաթներ գրելու, չգիտեմ, բանաստեղծություններ, որոնք իրենք կամ իրենց հետագա սերունդը այ հիմա կմտնեմ իմ ամենասիրելի մեծամտության դաշտ, քանի որ ես իրականում չէ, քանի որ ես արժևորում եմ իմ գործը, ընթացիկ չեմ նայելու ու չեմ նայել, իսկապես զորահանդես չեմ նայելու մի բան, որը ինձ հնարավոր է որ վնասի իմ պսիխիկան, որովհետև ես իմ պսիխիկան պետք է պահեմ ու կարողանամ այս անցումային պերիոդում տանել շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր տեղ։ Դրա համար այն ինչ որ հիմա դու ասում ես, իսկապես չեմ նայել, բայց որ ասես ինչից կնյարդայնանա, մեծ հաճույքով կմիանամ այդ նյարդայնությանը։ Արի լավ, այդ բաներով ավարտենք, ինչ նոր բաներ ես անում, ինչ նոր պրոյեկտների վրա ես։ Եվ ընդհանրապես, բայց էլի, տեսել ինձ մոտ գնում է բան, այս կարիքը կա, այսօրվա այդ բանաստեղծությունների, այսինքն պահանջարկը կա։ Ես գեղեցիկի այդ չէ, գեղեցիկի հարցը չի, այսինքն սիրո պակասի ժամանակ հենց պետքա գրես սիրո բանաստեղծություններ, որովհետև քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, շատ սուր, շատ գրագետ, բայց հենց այդ պարագայում դու պետքա մտնես տրեցի ֆորմայի մեջ, այն ինչ որ քեզ պակասում է իրականում, որպեսզի խաղաղ ապրես, ու 10 ավելի շատ սեր, 10 ավելի շատ հանդարտություն, որովհետև էլ եմ կրկնում, այն ինչ որ պետք էր, ես շատ վաղուց, շատ ավելի սուր պայմաններում տվել ավարտել եմ, կարող են անդրադառնալ մարդիկ, ում հիմա պետքա կոնկրետ այդ իշխանությանը, եթե ուզում են անիծեն, պաժալստը, եթե դրա կարիքը ունեն, թող Ավետ Բարսեղյանի 2018-ները նայեն, բազմաթիվ շարքեր կան, թե անձին նվիրված, թե համակարգին, թե ռեժիմին, շատ կան։ Մեկը մյուսից ավելի սուր, ավելի հայերեն շատ ուժեղ
Հիմա ես զգում եմ տալու ուրիշ բանի կարիք։ Այն ինչը կորցրել ենք ու այն ինչը մեզ կարա տանի Փյունիկների 5 գերեզմանին հասցը։ Սիրո։ Եթե ընդհանուր դնենք այդ հանդուրժելու, խաղաղամակցվելու, իրար պինդ գրկելու զգացողության այդ ամբողջությունը եթե սերասենք, մենք ունենք դրա կարիքը։ Ու արարիչները ավելի շատ հիմա պետքա ուժը դնեն դրա վրա։ Հավե ջան, ես իմ հյուրերին ամենավերջում մի հատ ավանդական հարց եմ դարձել ավանդական այդ հարցը, երբ որ մենք խոսում ենք այդ կարմիր թելով անցնող հարցերի մասին, մեր ցավերը, մեր ընկալումները, ապրումները, իսկ եթե այդպես նայենք մեզ կողքից ո՞րն է ըստ քեզ մեր դրական լավ հատկանիշը, մեր ժողովրդի, մեր ազգի, որը մենք պակաս ենք կարևորում, քան պետք է։ Ես էլի շատ դասական եմ միշտ ասում, բացի ընդհանրենք հյուրընկալություն, հյուրասիրություն, դա հասկանալի։ Կան ուրիշ ավելի թաքնված բաներ, որ կուզեիր, որ դա ավելի շատանար այդ հատկությունը եւ որը մեզ հատուկ է։ Երևի թե մեզ հատուկ է այսքան բազմազան լինելը, այսքան իրարամերժ լինելը, բայց գոյություն ունեն պատմական շրջաններ, որտեղ դու պետք է ընտրես քո ինքնության ու քո ալգորիթմի տվյալ մասը։ Այսինքն անկախ առնչից պիտի միևնույնը կամ դասավորես եւ ընտրես ինչ-որ որ իմանաս թե որն է այն ճանապարհը, որը չթողնես որ ինքը այդպես ինքնահոսի չգնա, Գեորգ։ Բայց մենք ունենք այդ ըստ քեզ այդ իմաստությունը։ Ունենք ամեն ինչ, փառահեղ իմաստություն ունենք, փառահեղ տգիտության հետ միասին։ Ու գոյություն ունեն պարզապես պատմական հետաքրքիր շրջաններ, որտեղ մենք պետք է կենտրոնանանք մեր արարչական ու կոնստրուկտիվ քարին դնելու իսկ դա բոլորս ունենք։ Իսկապես հայ ունի այդ սարքելու, շինարար լինելու, ներելու, գրկելու, ամուր իրար կպնելու։ Ես փորձում եմ ինձ շատ դժվար է տրվել դա, բայց հիմա առավել քան երբեք փորձում եմ չհուսահատվել ու սպասել, համբերատար սպասել, որ շատ ծեծված բան եմ ասելու, որ շատ լավ է լինել։ Հավետ շատ շնորհակալ եմ քեզ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու մեզ եւ մեր հեռուստադիտողներին տվեցիր քո սերը։ Մերսի։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ ես վստահ եմ ուղղակի, որ մեր հեռուստադիտողները այդ սերը, այդ նվիրումը իրենք անգամ էկրաններից այս կողմ զգացին։ Ինձ մնում է միայն երկրորդել ավետին, այն ինչ որ ինքը ասաց, այն առումով, որ մենք պիտի տանք այդ սերը, այդ հանդարտությունը, եւ երբ որ մենք ընտրություն ենք անում փառահեղ տգիտության եւ փառահեղ իմաստության միջև, կատարենք ճիշտ ընտրություն ի վերջո, եւ կարծես թե դա հենց այն կարևոր կետն է, որի համար մենք պայքարում ենք անել ճիշտ ընտրություն եւ գնալ ճիշտ ճանապարհով եւ ամենակարևորը առանց վհատվելու։ Հաջողություն ձեզ։